Երեք ազգային ժողովում իշխող խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ հուսական ելույթով մեղադրելով մամուլին իր 3-ամյա երեխային թիրախավորելու մեջ։ 3-ամյա իմ երեխայի վրա հոդված տպեցին, դա բարոյական էր, թե անբարո, հայտարարեց Նորատուսցի պատգամավորը։ 2 տարի կամ 2 տարի կես առաջ իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին, հոդված տպեցին, դրանից այդ ընթացքում կապնվեցին համայնքապետարան, համայնքապետարանից ճշտեցին երեխայի գտնվելու վայրը, սերը, անունը, ազգանունը, չգիտեմ եւ այլն, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ մարդկանց ընտանիքներ մտնելը այդ անթույլատրելի է, կարմիր գիծն է։ Իսկ ինչ էր գրել մամուլը, իսկ ավելի կոնկրետ Հրապարակ օրաթերթը 2022 թվականի մայիսի 15-ին։ Ըստ օրաթերթի ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ազգային ժողովից իշխան Սաղաթելյանին Մալյոկ էր անվանում, պարզվում է 2018 թվականին ծնված աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց եւ մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց. «Այո, ունենք Գրիգորյան, Սմայլիկ, Նարեկի։ Ճշտեցինք, խոսքը ԿՊԱ-ական падգամավորի դստեր մասին է»։ Հա, падգամավորի աղջիկն է։ Փաստորեն այս հրապարակումը Նարեկ Գրիգորյանը համարում է երեխային թիրախավորել։ Իհարկե ծնողները կարող են ընտրել երեխային ցանկացած անուն, բայց մամուլին մեղադրել թիրախավորման մեջ խիստ վտանգավոր է, քանի որ ստացվում է, որ իշխանությունն է փորձում սահմանել ինչ կարելի է լուսաբանել, իսկ ինչ ոչ։ Իշխանության ներկայացուցիչը հաճախ շփոթում է քննադատությունը թիրախավորման հետ։ Հանրային գործիչ լինելը ենթադրում է հանրային վերահսկողության ենթարկվել, իսկ եթե որոշ տեղեկություններ կարող են դառնալ հանրային հետաքրքրության առարկա, ապա լրագրողները պարտավոր են դրանք ներկայացնել առանց վախենալու զգացմունքային հակահարվածներից, որը 3 արեց Նարեկ Գրիգորյանը։ Ի վերջո, падգամավորն ինքն է որոշել իր աղջկա անունը դնել Սմայլիկ։